La barriere gocesi, Dernagan autobusesi. Օրնյալ դերմեն Իսուս Քրիստոս ամեն, հայր մեր, որ հերգինս ես, սուրբ եղիցի անունքո, եղեսե արկայություն քո, եղիցին կամ քո, որպես հերգինս և հերգվի, ըսհաց մեր հանավազոր, դուր մեզ այսօր, և թող մեզ ըսպարտիս մեր, որպես և մենք թողում մերոց բարդապանած, և մի տանիրս մեզի փորձություն, այլ պրդյաս մեզ իչարեն, զինքոյ արկայություն և զորություն և պարկ հավիդյանս հավիդենից ամեն, իմաստություն հոր Հիսուս, դուր մեզ իմաստություն, ըսպարիս խորհել և խոսել և գործել, առաջի քո ամենայն ժամ, իչար խորհրդոց, իպանից և իգործոց, պրդյաս մեզ, և ողորմյա քո արարածոց և մեզ բազմամեղացս ամեն հրամեցեք Նախ բարի երեկո ձեր բոլորին, նաև բարի երեկո բոլորանոց, որոնք կհետևին համացանցի ջամփով, Facebook-ի այս էջի ջամփով, թող Աստծո օրհնությունը մեր բոլորի հետ, այդ օրհնության հետ միասին եկեք մեր այսօրվան հոգևոր շարականի երկեցողությունը լա հետևյալ բարերով մեծ ու զարմանալի ենք ու գործերըդ ամենակալ Տեր Աստված մեր, արդար ու ճշմարիտ են ճամփաներըդ ամենակալ Տեր Աստված մեր, բոլոր ազգերը պիտի կան քո առջևդ ու քեզ պիտի երկրվագեն, քանի որ իրավունքներդ հայտնվեցին բոլոր ազգերին, ով թագավոր։ Մեծ ու զարմանալի Մեծ ու զարմանալի են քո գործերը ամենակալ Տեր Աստված մեր, արդար ու ճշմարիտ են ճամփաներըդ ամենակալ Տեր Աստված մեր, Գփարավորենք ու սուրբ անունդ, քու ստեղծագործությանդ մեծության և գեղեցկության համար, թուն երկինքը զարդարեցիր փառքով ու վայելչությամբ և երկիրը լեցուցիր ու բարիքներովդ, լեռները, ծովերը, ծառերը ու բոլոր արարածները ու փառքդ կհռչակեն։ Շնորհակալություն քեզի, որ ամեն օր գոհոքաս մեր կարիքներուն համար, երախտաբար սիրտ շնորհեդեր, որպեսի միշտ քեզմով ուրախանանք և փառք տանք քու գործերուդ ու հայրական հոգադարությանդ համար։ Նորոգե մեր հոգիները ով Տեր, ինչպես կնորոգես երկրի երեսը, թող մեր խոսքերը և մեր կյանքը հաճելի ըլան քեզի, ու մեր անձերը միշտ օրհնեն քեզ, հավիտյան է մինչև հավիտյանս, ամեն։ Սուրբ Աստված
այն վտանգից մերոց, եւ եւս խաղաղությանս Տեր աղաչ Եսու, բասն լսելի լինելով դիարն Աստուծո ցանի աղաչանած մերոց։ Բարեխոսության Սուրբ Աստվածածնին եւ իջանելով ի վերամեր ողորմության եւ կրթության դիարն Աստուծո, ամենագալ Տեր Աստված մեր գեցո եւ ողորմյա, Տեր ողորմյա, Տեր ողորմյա, Տեր ողորմյա։ Ով երտնավոր Հայր, մեծ ու զարմանալի ենք գործերդ, որ ցուցաբերեցիր ու տակավին կցուցաբերես մարդկության նկատմամբ։ Այդ գործերը դսկսյալը ստեղծագործություն են, հասնելով մինչև այն նորը ստեղծագործությունը, հոգիներու փրկությունը, աշխարհ ղրգելով ու միածին որդիդ մեր Տերն ու Փրկիչ Հիսուս Քրիստոսը։ Այդ մեծ ու զարմանալի գործերու համար է, որ կփարավորենք ու Սուրբ անունդ։ Որովհետև այդ գործերով ոչ թե միայն ցույց տվիր քու ստեղծիչ ըլլալու հանգամանքդ, այլանով նաև հայտնեցիր քո հայրական հոգածությունը հանդեպ մարդկության։ Հայտնեցիր սերդ հանդեպ մեղավոր մարդուն։ Եվ այդ սերդ հայտնեցիր աշխարհ ղրգելով քու միածին որդիդ։ Եվ այդ սերը հայտնեց խաչապայտին վրա, ցույց տալու, թե որքան գսիրե մարդը, եւ որքան հոգածություն կցուցաբերե մարդ արարածի նկատմամբ։ Անորամարան գաղութենք եւ կխնդրենք քեզ ով երտնավոր Հայր, որ մեզի շնորհես երախտաբար սիրտը, որ գրնաս շնորհակալություն հայտնել։ Մեզի դաս իմաստությունը եւ գիտակցությունը, որ մեր շրջապատի մեջ տեսնելու քու ներկայությանդ եւ ներկայությանդ այդ վայել ունենալու շնորհը դուր մեզ մեր յուրաքանչյուրին։ Անորամարան թող որ այս սերտողությունները արիթը լան ոչ թե բարձրապես գիտություն, տեղեկություն ամփարելու համար, այլ արիթը լան հոգեվորապես աճելու, մեծնալու։ Արիթը լան քու ներկայությանդ վայելքը եւ ըմբոշխնումը ունենալու։ Այդ բոլորը ունենալու համար սակայն մեր գաղութենք եւ խնդրենք քեզ մեզ, որ պատրաստես մեր մտքերը, մեր սրտերը, մեր հոգիները, որպես ինչ որ պիտի լսենք այսօր, որպես պատկամ, լսենք իբրև սերնահատիկի նման, որ ինան բարար թողի մեջ։ Եկած ենք այսօր այստեղ, որն համար շնորհակալ ենք, բայց եկած ենք նաև մտահոգություններով, դժվարություններով, նեղություններով, ցավով ու տառապանքով։ Այդ բոլորը սակայն գաղութենք եւ կխնդրենք քեզ մեր, որ բահմը միայն մեկտից ցկենք, որպեսզի կարողանանք կենտրոնանալ քո խոսքիդ վրա։ Բահմը այդ նեղություններն ու դժվարությունները մեկտի դրած կարողանանք կենտրոնանալ քո ներկայությանդ վայել ունենալու վրա։ Այնպես ինչպես առաքյալը գսե, աղոթեցեք, աղաչեցեք եւ շնորհակալությամբ Աստուծո դիմեցեք, ինչ բանի որ գարիք ունիք, եւ Աստված ինք իր խաղաղությամբ, որ մարդկային մտքով անհասանելի եւ անհասկանալի է, ձեր սրտերուն եւ ձեր մտքերուն պիտի դա այդ խաղաղությունը։ Ուստի այսօր մենք մեր ունեցած դժվարության եւ նեղության կխնդրենք, կաղաչենք քեզ մեր, ով երտնավոր Հայր, որ քու խոստացած խաղաղությունը տաս մեզ մեր յուրաքանչյուրին։ Այնպիսի խաղաղությունը, որ մեր միտքը կարելի չէ, որ կարենան բռնել, հասկանալ։ Բայց հավատքով կդիմենք, հույսով ու վստահությամբ, որ քու այդ խաղաղությունը, որ դու ինքդ խոստացած ես տալու, պիտի խաղաղեցնե մեր սիրտը, մեր միտքը, մեր հոգին, մեր ամբողջ էությունը, այնպես ինչպես խաղաղեցուցիր այն հովն ու փոթորիկը, երբ առաքյալներու թե աշակերտներու հետ միասին նավու մեջ այդ նավը բռնված էր ալիքներով։ Այսօր մեր կյանքը բռնված դժվարություններով եւ նեղություններով, սակայն գտնում ենք քեզի, որ այդ խաղաղությունը տաս։ Այս արիթով նաեւ գաղութենք եւ կխնդրենք, որ հիշես բոլոր այն բարակաները, որոնք աղոտ կբարձրացնեն իրենց հարազատի, իրենց ազգականի, անձնապես, ընտանեկան, ինչ-ինչ դժվարություններու
կխնդրեն, որ քու աչքդ երկարես եւ քու ողորմությամբ գտնայիս յուրաքանչյուրին։ Թուն առաջնորդե մեզ մանավանդ այս դժվարին պայմաններու մեջ։ Եվ մեր ամոթ խնդրանքն է, որ հիշես մանավանդ միջին արևելքի եւ այդ տարածաշրջանի վիճակը, որ ամենօրյա դակնավի ամենօրյա ռմպագոծումի մեջ են, կյանքերը որ կխլվին, աղութողի մեջ են, անորոշության մեջ են, իսկ մեր բարակային տնտեսական դակնավի, ընտանիքներու քայքայումի, այլ խոսքով այնպես ինչպես դու սկիզբեն հիշեցիր այս բոլորը։ Բայց նաև հիշեցուցիր ասելով, որ այս երևույթները ծեր սրտերը, ծեր հոգիները թող չի խռովեցնեն։ Անորամարալ ամուգեցեք, հաստատում մնացեք, աղոթեցեք, պատրաստ եղեք, որպեսզի փորձության հետ չինակ։ Ուստի գաղութենք և խնդրենք ով երտնավոր հայր, որ այդ արտության և այդ պատրաստության հոգին դասնեսի, նաև աղոթելու շնորհքը, որ առանց ցանցրանալու, առանց վհադելու, առանց հուսահատության ենք աղոթ բարձրացնենք։ Եվ քու ողորմությունը խնդրելով գսենք,
նաև ողորմյա Հիսուս բրգիչ մեզ ողորմյա Բարի երեկո ձեր բոլորին, ձեր աղոթները, ձեր խնդրանքները, ինչ նեղությամբ և ինչ դժվարությամբ, որ այստեղ եկած եք Աստծո ներկայությամբ, այդ բոլորը Աստծո ականջին, թող որ լսելի և ընդունելի լան։ Եվ ինչպես նաև աղոթքի մեջ հիշեցինք, որ Տեր ինքը իր երեսը փայլեցնե, գսեն, իր երեսը չդարձնե մեզ վե ընդհակառակը, իր ողորմությունն է, որ նաև ցուցաբեր է մանավանդ այսօրվան այս իրավիճակի մեջ, որու մեջ են գանցնի մարդկությունը, հանդիկալ արևելքի մեջ կամ արևմուտքի մեջ։ Դեղերը այլևս կապում չունին, որովհետև ինչպես Քրիստոս վիդեսեր արիթոմը վերջի ժամանակներու մասին խոսած ժամանակ։ Եվ այդ ժամանակը հատվածն է, չի նշանակեր այսօր վաղը վերջին օրերն են, բայց արդեն նշաններն են միշտ արդուն պատրաստ լալու և աղոթքի բահեր ունենալու, որպեսի փորձության մեջ չինանք, որտեղ փորձությունները կան, փորձությունները պիտի ըլլան, ինչպես կսե Քրիստոս, բայց աղոթեցեք, որպեսի փորձության մեջ չինանք։ Մեր աղոթքը հայրի գնոջ նման անսանսկույթ ըլլա, որպեսի կարողանանք այս դժվարին պայմանները իր ավարտին հասցնել, ինչպես առաքյալը պիտի ասե Պողոս առաքյալ գբազեմ այնպես մը որ ցերցկե մրցանակը, այն մրցանակը, որուն համար է որ գբազեմ, եւ այդ մրցանակը գսե հավիտենական կյանքն է։ Դեր ինքը մեզ արժանի է այդ հավիտենական կյանքին։ Այսօր մենք պիտի փորձենք տեսնել 104-րդ Սամոսը եւ միայն առաջի բաժին, երկու մասերով բաժնված, պիտի փորձենք առաջի բաժինը տեսնել, համեմատելով 103-րդ Սամոսին։ Որովհետև երբ որ 103-րդ Սամոսը փորձեցինք սերդել, այդ Սամոսը ընդհանրապես մեզի ներկայացուց անձը իր վայելքներով Աստծո կողմէ տրված բարիքներով եւ Աստծո կողմէ տրված ողորմությամբ եւ կտությամբ եւ այդ բոլորին համար շնորհակալություն հայտնելու Աստծո։ Եվ Սամոսը կսկսեր այդ բարերով օրտնապանե Տերը, ով իմ անձս եւ մի մոնար անոր տված բարիքները անևոր կգավեկում որ բոլոր մեղքերդ, կբժշկե մեղքերդ եւ այդ ամբողջը որ ներկայացուց, որ շատ ավելի շեշտ է գտնել Աստված եւ մարդ անհատը եւ Աստծո տված բարիքները այդ անձին, այդ մարդուն։ 104-րդ Սամոսը դարձյալ կսկսի օրտնապանե Տերը ով իմ անձս, սակայն այս անգամ ոչ թե անձին հետ կապված, այլ ընդհանրապես դիեզերական հանգամանքով է որ կներկայացնես Աստված։ 103-րդ Սամոսը անհատական, անձնական գաբի, միջոցի, հաղորդակցության։ 104-րդ Սամոսը մեզի կներկայացնես Աստված իբրև ստեղծիչի հանգամանքով, արարիչի հանգամանքով։ Եվ սակայն ի տարբերություն այն բոլոր տեսակի մտածողություններ են, փիլիսոփայական դպրոցներ են, որոնք իրենք ևս կներկայացնեն ստեղծագործության պատմություն, իրենք ևս կներկայացնեն ստեղծագործություն հասկացողություն, սակայն Աստվածաշունչը ինչ որ մեզի կներկայացնե, տարբեր բնույթ ունի, որ կնշանակե, երբ որ այդ ստեղծագործության պատմությունը մենք կգարտանք Ծննդոց գիրքի մեջ, ստեղծագործության պատմությունը խորքի մեջ կներկայացվի 104-րդ Սամոսի մեջ։ Տարբերությունը այն է, որ 104-րդ Սամոսը մանավանդ նկատի առած, որ Սամոս հասկացողությունը հոգևոր երաժշտությամբ, հոգևոր բնույթի, այսպես ասած, հավաքածոմն է, ուր իրենք արարողության ընթացքին, պաշտամունքի ընթացքին այդ Սամոսները գերքեին, որպես շնորհակալություն, որպես երախտագիտություն, նաև ինչու՞ չէ նաև որպես հիշեցում։ Ծննդոց գիրքը ինչ որ մեզի կներկայացնե, որպես դեղեցություն, անոր համար երբ որ կհամեմատենք կողքովի կտնենք, Ծննդոց գիրքի ստեղծագործության պատմություն առաջի գլուխ եւ 104-րդ Սամոսը, պիտի տեսենք որ տարբերությունը կգայանա միան անոր մեջ, որ 104-րդ Սամոսը շատ ավելի պատկերավոր ցևերով կներկայացնե ստեղծագործության պատմությունը։ Պատկերներ գարձեք կգծել,
Գարձեք արվեստի կորցը լա, նգարչական աշխատանք մլա արվեստի և ցուցադրված է, որ մեզի կներկայացնի այդ ստեղծագործության պատմությունը։ Ձնընթոց քիրքի բարակային շատ գարջ գդրուկ դեղին ըսելիք մունի և այդպես մեզի կներկայացնի։ Եվ ասվածը սա և եղավ, լույս ըլա, լույս եղավ, չուրերը զատվին, չուրերը զատվեցան։ 104-րդ Սամոսի մեջ, որ հիմա քիչ մեդո պիտի փորձենք տեսնել, պիտի տեսնենք, որ այդ պատկերներ կգցեն։ Այսպես եթե բանում մեր աչքերը փակենք եւ փորձենք արվեստագետի ակնոցով գիտել, amma պիտի փորձենք տեսնել այնտեղ նկարչություն մգարձենք։ Այնտեղ պիտի փորձենք տեսնել քույներու հավաքածու մգարձենք։ Ներդաշնակություն մգարձենք, արվեստագետի կորձ մգարձենք, որ ցուցադրված է։ Եվ ադոր համար է, որ երբ որ գամեմադրենք, ոչ թե հագասություն է, որ կտեսնենք, այլ ընդհակառակը, գարձեք մանրամասնություններ առավել եւս մեզի կփոխանցվի, թե անոնք ինչպես քոյացան։ Մեկ, երկրորդ, անոնք ինչու քոյացան։ Որտեղ շատ ավելի նպատակ ունի Աստվածաշունչ Մատյանը, ոչ թե միայն ինչպես քոյանալու մասին, ինչպես առաջ եկած ըլլալու մասին, այլ նպատակ ունի շատ ավելի ինչու հարցումին պատասխանելու մասին։ Այսինքն, ինչ էր նպատակը, ինչ է նպատակը այս ամբողջ ստեղծագործության, երբ որ Աստված ինքը ստեղծագործեց։ Որում մեջ առավել եւս, երբ որ ամբողջ ստեղծագործության մեջ հատուկ թերագադարություն ունեցավ եւ պիտի ունենա, այսպես ասած մարդ արարածը ինք, որ գրժային ինչու ստեղծեց, ինչ էր նպատակը, որ ստեղծեց, այս ամբողջը, որու վրա թրավ նաեւ պատասխանում որպես մարդը, այ եւ այդ մարդուն ինչ բարդականություն եւ պատասխանատվություն դրվեցավ։ Եվ այդ է որ նաեւ մեզի կներկայացնի այլ 4 Սամոսը, ոչ թե միայն Աստծո ստեղծիչ ըլլալու հանգամանքը, այլ ստեղծիչ ըլլալու հանգամանքեն անտին, որ կգոչենք հաջող նախախնամություն։ Ավելի բարձ բառերով հոգադարություն։ Որտեղ ընդհանրապես այսպիսի օրինակ մգերցնենք։ Այսօր մենք ունենք ֆաբրիկը, գործարանը, որ գարդատրե հատուկ արարգամը, այդ արարգան մինչև որ ցևավորեն, այդ արարգային մինչև որ գաղավարը շինեն, հետո կսկսին այդ արարգային արդատրելու եւ այդ արարգան ձախելու շուկա հանելու։ Եվ երբ որ անգամ որ այդ արարգան գարդատրվի եւ շուկա գելլե, որպեսի առուցախ վաճառվի, շինողը շատ հետաքրքրված չէ ով կքնե այդ արարգան։ Ընդհակառակը հետո ուրիշ մասնակետ մը գա, որ եթե այդ արարգան ավրվի, գուկա այդ մասնակետին։ Շինողը սակայն շատ չէ հետաքրքրված։ Շինողին համար միայն այդ գաղաբարը շիներներ, այդ խաղապար ունենալներ դվյալ այդ արարգային։ Ստեղծագործության բարակային այդպիսին չէ գսել 104 Սամոսը։ Ստեղծագործության բարակային թուն ոչ թե միայն ստեղծեցիր, այլ նաև թուն հոգ տարիր, հոգադարությունը ցույց տվիր։ Եվ այս բոլորը ինչ կհիշեցնեն։ Կհիշեցնեն մարդուն, որտեղ վերջ-վերջո ով է որ այս Սամոսը պիտի գարթա, ով է որ այս Սամոսը պիտի օգտագործի, մարդ արարածը ինք, որպես ինչ, որպես շնորհակալություն, այդպես կսկսի, չէ, օրտնապանե Տերը, ով իմ անձս, այսինքն շնորհակալություն դուր Աստծո։ Եվ հետաքրքրականորեն առաջին դողը եւ վերջին դողը այս Սամոսին նույն նախատասությամբ կսկսի եւ նույն նախատասությամբ կավարտի։ Որ բանը պատկերացուցեք այս երկու դողերը նախատասությունները ֆրեյմինգն են, շրջակիցն են այն թաբլոյին, այն պատկերին, որում մեջ պիտի գծե արվեստագետի հասկացողությամբ հովանտագությունը 104 Սամոսի։ Գնշանակ է առաջին դողը պիտի կա ինձի տալու մտածելու արիթ, ինչու պետք է օրտնապանեմ Տերը։ 103-րդ Սամոսի մեջ կսե օրտնապանեն շնորհակալություն հայտնի Աստուծո իր դված բոլոր փարիկներուն համար։ Ինչ են այդ փարիկները, մենք այնտեղ նշեցինք. մեղքերու թողություն տվողը, վերքերու բժշկություն տվողը, քեզ խնամողը պատճառներ կան, որուն համար մենք պետք է շնորհակալություն հայտնենք կսել։ Իսկ այս բարակային, որ դարձյալ կսկսի շնորհակալություն հայտնի Աստուծո, օրտնապանե Աստուծո անունը, օրտնապանե Տերը ով իմանցս։ Ինչու քիչ մեդո պիտի տեսնենք իր ստեղծիչ ըլլալու հանգամանքի համար։ Որտեղ հաջող, երբ որ այսօր կսեմ, գիտեք, երեխաներուն կսեմ,
Մերսի ասել, շնորհակալ եմ ասել, thank you ասել։ Երեխան պիտի հարցնի, բայց ինչու պետք է thank you ասեմ ես։ Ինչու պետք է շնորհակալություն հայտնեմ։ Ինչ բանի համար։ Չէ՞ պետք է գիտեմ, չէ՞ ինչ բանի համար պետք է շնորհակալություն հայտնեմ։ Որ գնաշա պետք է գիտակցիմ, բայց ինչ բանի պետք է գիտակցիմ։ Դրվածին պետք է գիտակցիմ եւ դրվածին թիմած իմ շնորհակալությունս հայտնելու։ Ուրեմն այսօր ալ 104 Սամոսը պիտի կա ինձ պիտի սորվեցնել։ Թե ինչու պետք է ես շնորհակալություն հայտնեմ Աստծո։ Ըստեղծիչը լալու համար շատ ավելի ըստեղծիչը։ Այնպես ինչպես շատ ըստեղծիչներ արարիչներ։ Եթե կան ասենք, որոնց համար ինչու պետք է շնորհակալություն հայտնեմ ես։ Ընդհանրակը գնշարակը ադգա նաև ինձ գուտա ծառայությունը, ճանաչումը, Աստված ճանաչումը, Աստված ճանչնալու հասկացողությունը։ Եվ այդ ճանչնալը ինձ պիտի դա ըստեղծիչ լալու հանգամանքեն անտին, որ վերաթարց 103-րդ Սամոսին։ Երբ որ գճանչտամ զինք իբրև ըստեղծիչ արարիչ, բայց ոչ միայն ըստեղծիչ արարիչ, այլ նաև հոգադար ըստեղծիչ եւ արարիչ, նաև խնամող, նախախնամող ըստեղծիչ եւ արարիչ, որ նաև իմ կյանքս բարիքներով լեցնող ըստեղծիչ եւ արարիչ, առավել եւս զիս կտնե վիճակի մեջ, կացության մեջ, որուն համար ես պետք է շնորհակալություն հայտնեմ Աստծո։ Եվ ադիգա գուտա երախտաբարդ, երախտակետ ըսկացումներով լեցուն սիրտը, որտեղ երբ որ չգիտամ, չճանչնամ, չհասկանամ դրված բարիքները, բամը երևակայեցեք նեղության եւ դժվարության մեջ ինչպես կնակ շնորհակալություն հայտնել, չեք կնա շնորհակալություն հայտնել։ Երբ որ դուք ցավի ու դարավանքի մեջ եք, դժբախտության մեջ եք, ինչպես կնակ շնորհակալություն հայտնել Աստծո։ Չեք կնա շնորհակալություն հայտնել Աստծո։ Բայց հագարակ մեր գրած նեղություններուն եւ դժվարություններուն, եթե գրցանք տեսնել, ըմբռնել եւ հասկանալ Աստծո տված բարիքները, հագարակ մեր գրած նեղություններուն եւ դժվարություններուն, ահա այնադեն մենք կրնանք շնորհակալություն հայտնել Աստծո, թեգուզ նեղության եւ դժվարության մեջ։ Ավոր համար է որ Պողոս Արաքյալը գսե մեր գրած նեղությունները եւ դժվարությունները ոչինչ չեն։ Քալիք այն փառքին թիմած, որ Աստված ինքը պատրաստած է տալու մեզ մեր յուրաքանչյուրին, որ կնշանակե նեղությանս եւ դժվարությանս մեջ, եթե կարողացա գրծա տեսնել, ըմբռնել ու հասկանալ եւ իմս դարձնել այն փառիքները, այն օրհնությունները, որ Տերը ինքը պատրաստած է, կնշանակե հիմա պիտի կարենամ ես նեղությանս եւ դժվարությանս մեջ շնորհակալություն հայտնել Աստծո։ Բայց ատիկա երբ կրնամ ունենալ այդ բոլորը, երբ որ ես ունիմ Աստծո հոգին, որ այդ հոգին է, որ վերանորոգես իս ամեն օր, ինչպես որ գսե երկրի երեսը գնորոգես ամեն օր, որքանոսական գիտակցենք, որ երկրի երեսը գնորոգվի ամեն օր, տակավին չերթալու միջև երկրի երեսը, որքանով գիտակցենք, որ մեր կյանքերը, այս մարմին գոչվածը գնորոգվի ամեն օր, Քիդագան հասկացողության, որքան քիդագ ենք հասկացած ենք, որ մեր մեջ կան այն փչիչները, սելերը, որոնք կմերդին եւ նորերը գուքան դուրս։ Շատ չենք քիդակցել այդ բոլորին։ Անգագարցեք միան հատուկ է քիդագան ոլորտին, սայենս ոլորտին։ Բայց ընդհանրապես ասված այնպիսի բաներ դված է մարդուն։ Այս բզդիկ կոսմոսին մեջ, որոնց շատ չենք անդրադառնում։ Որտեղ մենք բարձրապես սովորական կյանք ունենք, որ գաբրի։ Եվ գարնենք այնպես որ գսեն for granted, որ Աստված տված այս կյանքը ապրելու, վայելելու։ Տեսի։ Ինչու այդ մանրամասնություններում երթալ, ինչու այսպես մարուտներու մեջ մտնել, տեսնելով որ Աստված ինչ տված է, ինչու տված է, ինչպես տված է։ Ապրի մեր կյանքը։ Բայց ընդհանրապես այդ մարուտները, այդ մանրամասնությունները նաև ուտան արիթը մտածելու Աստծո ներկայության մասին, անոր հոգատարության մասին եւ առավել եւս մանավանդ նեղության եւ դժվարության մեջ անոր ներկայությունը անմիջական իմ կյանքիս մեջ կլալու մասին։ Ահա այն ադեն է, որ այդ նեղությունն ու դժվարությունը ոչինչ կթվի այլևս, այն քալիք փառքի դիմաց, որ Տերը ինքը պատրաստած է։ Բայց այդ բոլորը ես կսկսեմ ըմբռնել հասկանալ, երբ որ կսկսեմ ունենալու Աստծո հոգին, որ գնորոգե ամեն օր, ոչ թե շաբաթ անգամ, ոչ թե ամիս անգամ կամ ոչ թե տարի անգամ, այնպես ինչպես մենք պիտի թիմավորենք այդ հոգեկալուստը։ Դարին մեկ անգամ Զադիգեն 50 օրեր հետո
վիճակի մասին չէ խոսքը։ Այն ամենօրյա ներկայության մասին է խոսքը, որ Սուրբ Հոգին կներգործե, կնորոգե մեզ մեր յուրաքանչյուրի կյանքը, որովհետեւ անով ես կարենամ ըմբռնել եւ հասկանալ։ Ահա այն ադեն միան ես կրնամ օրտամփանել դերը։ Օրտամփանել ով իմանցս իր դված բոլոր բարիքներում անձնական անհատական եւ իր արարիչը ստեղծիչը լալու հանգամանքին, որպես դիեզերական այդ հանգամանքի մեջ դիտած։ Հետևաբար եկեք այս բացատրականեն կամ ներածականեն հետո անցնենք ամիջավես Սամոսին, 104-րդ Սամոս ներքող արարիչին։ Օրնապանե դերը ով իմանցս, դեր իմացվածս, անչափ օրեն մեծ ես տուն, փառքով ու մեծավայելչությամբ ըսկեստավորված։ Ահա թե ինչու պետք է օրնապանել դերը, որովհետև այդ դեր այդ հանգամանքի մեջ Աստծո մեջ ինչն է որ կտեսնեն, անոր մեծությունը, անոր փառքով եւ մեծ վայելչությամբ ըսկեստավորված ըլլալը։ Եվ քիչ առաջ կսեի 104-րդ Սամոսը, երբ որ կգարտանք պատկերներով մեզ կներկայացվի, որքան պատկերներ են հասկանալի ըմբռնելի դարձնելու համար միտքը մեկ, երկրորդ սակայն այս պատկերներով դալու հանգամանքը անոր մեջ կտեսնվի նաև մարգարեական շունչը։ Մարգարեական շունչը սելով կնշանակի ամեն անգամ երբ որ 5 դագարանը կգարտանք եւ 5 դագարանի մեջ մարգարեական շունչ կփորձենք տեսնել, անիկա կապված է քալիք Հիսուս Քրիստոսի անձին մեջ։ Այսինքն ինչ որ գսե թուն փառքով մեծ վեհությամբ ըսկեստավորված ես, մեծ վայելչությամբ ըսկեստավորված ես, անոր մեջ կփորձե տեսնել Սամոսերկուն Քրիստոսի ներկայությունը։ Քրիստոս երբ որ կհայտնվի մարդկության, կծնի մարդուց մեջ, գաբրի մարդուց մեջ, զինքը կջանչտան որպես բարձ սովորական անձը, հույսնի Հովսեթ ադակցակործի որդին, սակայն թափոր լերան վրա, իր երեք աշակերտներու ներկայությամբ ինքը ինչ է որ ցույց կտա, իր փառքը, իր փառավորումը, իր այդ այլափոխումը, այսպես ասած, այդ վարդեվարի դորը որ կդոնենք, անդիկա անոր մեջ կտեսնենք ինչը Քրիստոսի փառքը, այնպես ինչպես Եբրայեցոց նամակի մեջ մեզի կներկայացնե, անդեսանելի Աստուծո դեսանելի պատկերը, անդեսանելի Աստծո փառքը, դեսանելի պատկերով Հիսուս Քրիստոսի անձին մեջ կերևի։ Եվ հետևաբար երբ որ կներկայացնի այնպես մը, որ օրտնապանե դերը ով իմանցս, որտեղ թուն ով իմ դերասվածս մեծ ես փառքով եւ մեծ վայելչությամբ ըսկեստավորված։ Ինչպես տեսատունան ըսկեստավորումը, ինչպես գրնալը որ Աստված ըսկեստավորված է, այդ ըսկեստավորումը իր վեհությունն է որ ցույց կտա։ Անորամար իմիջայլոց, երբ որ բադարակի ներկա գնանք, այնտեղ բադարակի խորհրդի մեջ ըսկեստավորված քահանան Քրիստոսի վեհությունը եւ Քրիստոսի փառքն է որ կներկայացնե։ Եթե մենք գցանք տեսնել ոչ այս սովորական աչքերով, այլ այս սովորական աչքեն անթինը կարենանք տեսնելու հոգևոր բաժինը, բայց ցավոք սրտի որովհետեւ դակամի մարմնավոր ենք մենք միայն գրնանք տեսնել երևելին, շոշափելին, տեսանելին եւ գսենք, օ այսօրվա բադարակիչին սկես ինչ քեղեցիկ էր։ Բայց այդտեղ բադարակիչին սկես անորամար չէ որ մենք տեսնենք այդ քեղեցկությունը։ Այլ մենք որպեսզի կարենանք տեսնել մեր մտքի եւ մեր հոգիի աչքերով Քրիստոսի ներկայությունը։ Որտեղ այնտեղ քահանա բադարակիչը չէ որ կբադարակվի։ Այնտեղ Հիսուս Քրիստոսն է որ կբադարակվի։ Այնտեղ մենք Հիսուս Քրիստոսի մարմինն ու արյունն ենք որ պետք է որ ճաշակենք եւ ոչ թե այնտեղ բադարակիչ քահանային։ Եվ հետեւաբար այս աչքերն է որ մենք պետք է ունենանք։ Անոր համար է որ խնդրեց այդ բույրը Քրիստոսեն լսելու համար, թող որ բացվին իմ աչքերս որպեսզի քեզ տեսնեմ, ոչ թե քու սովորականիդ մեջ, այլ քու վեհությանդ մեջ տեսնելու քեզ, քու փառքիդ մեջ տեսնելու քեզ։ Եվ անոր համար գսե Քրիստոս դուք ինչ բան տեսնելու եկաք։ Դուք ինչ բան ճաշակելու եկաք։ Եվ գիշերցնե այս բոլորը նայ մեզ մեր յուրաքանչյուրին այսօր, եւ որ մենք ներկա գնանք սուրբ պատարակի խորհրդին։ Ինչ բանի համար է որ քացած եք ներկա գալու։ Ոչ թե բարձ սովորական գիրագիմը անցնելու համար,
Այլ այնտեղ թարնանու սեղանագից Աստծո այն սեղանին, որ կպատրաստե ինք անցամ Աստված ինք, Հայրն Աստված։ Երբ կհրավիրես սելոմար եկեք եւ սեղանագից եղեք, այնպես ինչպես Արիթում օրենքի ուսուցիչը պիտեսեր, Երանի անոր, որ Աստծո արքայության մեծ սեղանագից կդառնա։ Երբ Քրիստոս իրեն կպատնե արագը, հարսանիքի, մեկ հատիկ զավգիմը հարսանիքը, հրավիրյանները կանչելու, այդ հրավիրյանները մերժելու, ուրիշ հրավիրյանները կանչելու եւ սրահը լեցնելու։ Եվ այսօր նույնն է բարակին։ Հետևաբար ամեն գիրագի, երբ որ մենք ներկա կլանք, փորձենք այս սովորական աչքերը փակելու, հոգևոր աչքերը փանալու, որովհետեւ իրապես երբ որ ավարտին գհաղորդվինք, այնադեն տեսնենք բժշկությունը, այնադեն տեսնենք հրաշագործությունը, այնադեն տեսնենք թե ինչպես հիվանդները կբժշկվին։ Անոր համար է, որ Պողոս Արաքյալը հիշեցնե առաջի Կորինթացիներուն նամակին 11-րդ գլխի դերունի ընտրիկի մասին խոսած ժամանակ թե դուք ինչ ցեվով ներկա գլակ դերունի ընտրիկին։ Մի ըլլակ ներկա այնպես մը, որ եկած եք բար սովորական հաց ու քինի ճաշակելու։ Այլ եկած եք Քրիստոսի մարմինը եւ արյունը ճաշակելու։ Այլապես ասեմ ցեզի գսե Արաքյալը, հաց ու քինի համար եկած եք դուները գացեք, ցեր դուները գացեք։ Ցեր դուները ավելի լավ ունեք, ավելի լավ հաց ունեք, ավելի լավ քինի ունեք։ Իսկ այստեղ եթե եկած եք ճաշակելու Քրիստոսի մարմինն ու արյունը։ Եթե չունենք այդ ըմբռնումը գսե Արաքյալը, զգուշ եղեք, թե ինչ բանի է որ կմոտենանք։ Եթե գսե չունենք այդ հասկացողությունը, այնավեն ցերաշ ճաշակածը գսե ցեզի համար թադաբարդություն կլա եւ ոչ թե բռնություն։ Ցեզի համար թադաբարդություն կլա եւ ոչ թե բժշկություն։ Հետևաբար տեսեք Սամոսի բարերը, երբ որ գսե օրտնապանե դերը ով իմանցս, ինչու օրտնապանեն դերը։ Որտեղ տեսանոր մեծությունը, տեսանոր վայելչությունը, տեսանոր մեծավայելուչ սկեստավորումը, այնպես ինչպես երեք աշակերտները, երբ որ տեսան այդ փառքը, ինչ ըսին Հիսուսին։ Երկու դաղավար շինենք այստեղ, մեկը քեզի, մյուսը Մովսեսին, մյուսը Եղիային, եւ ո՞ս մնան, որտեղ այնքան քեղեցիկ էր այդ բահը, որ չուզեցին վերջ ըլլա այդ բոլոր, չուզեցին վերջանա, այլ ուզեցին հոն մնա այդ վայելքի մեջ։ Անորամար այսօր սիրելիներ, երբ որ այդ վայելքը չունենք, եւ չկարենանք ունենալ այդ վայելքը, բնական է ասեմ ցեզի, որ պիտի ցանցրանանք, պիտի ուզենք շուտ վերջանանք, երկար դեղեց, դեղ ունենք երթալիք, երկարեցավ քարոզը, երկարեցավ ասինչը, բայց երբ որ ունենանք այդ վայելքը, երբ որ ունենանք այդ ըմփոշխնումը Աստծո ներկայության, այնպես ինչպես Արաքյալը ներկայացնե ծեր եւ Աստծո միջև հանդիպումը ինչպիսին է լա, այնպես ինչպես բույսը իր սերը հանդեպ այն դղուն, որ հետո իր ամուսինը պիտի ելնա։ Այս երկու սիրահարներ, եւ որ փոփոխի կան, բարերը չունին արտասանելի, ասեմ չես, այգան սիրահարված են, միան իրարու աչքին գնային, իրար ներկայություն կփոշնեն, եւ ադորաբար հաջող երբ որ մտքերը ոչեն, շուրջիները ինչ կսեն, երևի սիրահարված, ես ինչ խեպտոն չէ։ Այդպես ալգսեք ծեր գաբը, ծեր հանդիպումը, երբ որ սիրահարվածի, սիրո այդ կապվածության պես է, պիտի չուզենք, որ այդ պահը վերջանա։ Չերթանք ուրիշ տեղ, բարձրապես մնալու իր հատվածի մեջ, իր շրջագիծի մեջ։ Երբ որ Սամոս 2 կփորձե տեսնել, ոչ իր սովորական աչքերը, որտեղ սովորական աչքերը չեն գնալ տեսնել։ Բայց սովորական աչքերը չկարենան տեսնել այդ վեհությունը, այդ մեծավայելչությունը եւ այդ սկեստավորումը։ Անորամարան կփորձե Սամոս 2 տեսնել իր այդ հոգեվոր աչքերով Աստծո այդ վեհության, Աստծո այդ մեծության եւ հետեւաբար փառքով եւ մեծավայելչությամբ սկեստավորված լույս հակերես վերարգուի պես, երկինքը տարածերես վրանի պես, երկնային ճուրերեն վեր շիներես ու բարձրաթիվ բալադդ ամբեր իբրև կարգ կգործածես եւ հովերու թևերու վրա կգալես։ Մինչեւ այստեղ ցույց կտա, կարծեք ցևոմը երկնային
երկնային վիճակները, թե աթորը դուր թրած ես, լույս հարկած ես բերարգույի նման, այդ պատկերավոր սևերն եղանակներն են, որ կփորձեն ներկայացնել այնպես որ դարձյալ ցույց տալու Աստծո բեության, Աստծո մեծավայելչության եւ Աստծո փառքին։ Եվ ապկեդո դիսկսի մեզի ներկայացնելու ոգեղեն էակներու ստեղծագործությունը։ Թուն հրեշտակները հոգի ստեղծեցիր, քեզի ծառայողները փոցավար գրակ։ Եվ արդեն գանցնի ոգեղեն էակներու ստեղծագործության։ Տեսեք, քիչ առաջ ինչ կսե, եթե համեմատենք Ձնտոց քիրքի ստեղծագործության պատմությունը առաջի գլուխը։ Պիտի տեսնենք, որ այնտեղ ամենը մանրամասնությամբ չեն ներկայացված։ Թե հրեշտակները երբ ստեղծվեցան, չէ՞, այնտեղ չի ներկայացվի։ Բայց ընդհանրապես այնտեղ մեկ այլ սեվով կներկայացվի, թե երբ ստեղծվեցան, որուն համար նաև բացատրություն կտա մեզի ներսես շնորհալի Հայրապետը, երբ որ մեզի կներկայացնի ստեղծագործության պատմությունը շարականի ճամփով այս անգամ։ Եվ կսե երբ որ ասամ լույսերը թող լույսը լա եւ լույս եղավ, այդ լույսերի մասին խոսած ժամանակ կնշանակե թուն լույսերեն էակներն է որ ստեղծեցիր։ Եվ անոնք նաեւ ինչ կգոչվի լույսի որդիներ։ Եվ նաեւ մարդը կգոչված է դառնալու ինչ լույսի որդիներ։ Որ գրչա իրենց ներկայությունը որպես հրեշտակները որ թուն ստեղծեցիր, նաեւ ստեղծեցիր որպես ինչեր։ Թուն ստեղծեցիր սանոնք քեզի ծառայող նաեւ փոցաբար գրակներ։ Այսինքն ոգեղեն էակներում բարդականությունը ինչն էր, Աստծո ծառայելու։ Եվ արդեն եւ պատկերավոր ծևով ներկայացնելու, եւ անոնց հանգամանքը եւ անոնց թերակատարությունը նշելու, բաժին մնե որ կներկայացնե։ Քիչ առաջ որ գսեի, երբ որ կովի գտնենք Ձնտոց քիրքի ստեղծագործության պատմությունը եւ 104-րդ Սամոսը ոչ թե իրար հակասող են, այլ ընդհանրապես իրար ամբողջացնող են։ Այն ինչ որ Ձնտոց քիրքի մեջ չի ներկայացներ, Սամոսներում մեջ ավելի գարձե գնդարցակվի։ Ավելի եւս պատկերավոր ծևով կներկայացվի ստեղծագործության այդ բաժինը։ Երկրակունքը իր ձիրի վրա հաստատեցիր, որբեսի անգե չշեղի բնավ։ Ինչ որ քիտականորեն եւս հաջող փորձած են բացատրել գիտնականները, որ այս ամբողջ երկրակունքը ինչպես է, սկիզբը եկան այն մտածողության քարագուսի է, հետո եկան գլոր է, հետո եկան հավգտացև է, հետո եկան ընտրնելու հասնելու բացատրություններ տալու, թե ինչպես այդ ամբողջ երկրակունք կոչված է օդի մեջ կեցած է։ Ինչ կա դա։ Եվ ոչ թե միայն երկիր մոլորակ, այն նաև մյուս մոլորակները, դակավին չհաշված աստղերու հույլը ամբողջ, այդ բոլորը ինչպես օդի մեջ են։ Եվ ադորամանան այս հարցումներուն հոպը հարցուց, թե այս բոլորը դու ինչպես երած ես, այս բոլորը երբ բրիր ինչպես է, և ասված կպատասխանե հոպին, կսե ուր է իր, երբ որ երկրի հիմերը գտնեի ես, թուն ուր է իր, թուն դակավին չգայիր, հետո որ թուն եկար, հիմա սկսած ես հարցումներ հարցնելու, թե այս բոլորը ինչպես է իր, ինչուր իր, երբ իր, այս կսե թուն ուր է իր, որը թուն այսօր եկած ես հաշվի նստելու ինձի հետ, որ ինչու ես այսպես եմ, ինչու իմ վիճակ ես այսպես է, թուն ուր է իր, երբ որ ես այս բոլորը գնայի։ Եվ հիշեցում գնեմ մարդուն դրված հանգամանքին և դեղին, հարաբերաբար ստեցակ գործության և հարաբերաբար ստեցիչին և արարիչին։ Որպեսի մարդուն դա գիտակցությունը, որ մարդ արարած, ով մարդ, քու դեղը թերը ուր է, ինչ է այս ամբողջ ստեցակործության մեջ։ Ճիշտ է քիչ վարդ հասեց քեզ հրեշտակներեն, բայց փառքով ու պատվով բսագեց քեզ, որն համար հարց կուտային մարդ ով է, որ ասկան կարևորություն տված ես մարդուն։ Բայց հակառակ մարդուն դրված այդ հանգամանքին, դիտեցեք մարդուն գեցվածքը հանդեպ ստեղծիչին արարիչին, որ ինչպիսի գեցված ունի, միշտ հեղափոխություն ունելու, ջագատ առ ջագատ ելնելու, ըմփոստանալու, Աստծո հագարագելու, եւ դակավին չսելոման Աստծո դեղը ինքզին տնելու, մորնալով իր հանգամանքը իբրև արարածի, ստեղծվածի եւ ոչ թե արարիչի։ Եվ այս բոլորով հանդերձ սակայն, եւ որ ամբողջությամբ կարդանք, պիտի տեսնենք, որ հակառակ այս իրողության դակավին Աստծո ողորմությունն է, որ ցույց կդրվի հանդեպ այդ մարդու։ Բայց դակավին հոն չի ասած։ Տեսեք, հանգրվան առ հանգրվան գերցա։
Ցույց տալու համար թե ինչպես քո աթոռը ինչպեսին ուր թռիր։ Պատկերավոր ծերեր են, արտահայտություններ են։ Եվ ոգեղեն էակները ինչպես ստեղծեցիր, ինչու ստեղծեցիր, ինչ են նպատակ այդ ոգեղեն էակներում։ Եթե ոչ փոցավար գրակ են, այլ խոսքով նաև լույսեր են, որոնք նաև հատուկ քեզի կծառայեն, եւ այդ ծառայության մեջ ոչ թե միայն Աստծո ծառայության, Աստծո փառքին եւ անոր պաշտամունքին, այլև այդ ծառայության մեջ ով դեր ունի եւս մարդ արարածին, երբ արիթոմ Քրիստոս կսե։ Այս փոքրիկներին որևէ մեկը չկայտավեցնեք, զգուշ եղեք, որովհետև անոնց հրեշտակները իմ հորս ներկայության է, որ կծառայեն։ Եվ տեսեք, կնշանի Աստված այդ ոգեղեն էակները նաև ինչ բանի համար ստեղծեց։ Ինչպես որ Սամոսներում մեջ գրված է 91-րդ Սամոսը, գրված է, որ Աստված իր հրեշտակներում պիտի պատվիրե, որ քեզ պահեն եւ ոտքդ քարի մը չզարնվի։ Ինչ որ ժողովրդային բացատրությամբ կսենք, Աստված յուրաքանչյուրին տված է նաեւ ինչ, պաշտպան հրեշտակ մը։ Տեսեք Աստծո հոգատարությունը մինչև ուր հասած։ Ոչ թե միայն ստեղծած է, եւ ասած է տեսեք, ես իմ բարդականությունը սրի ինչպես ֆաբրիկի այդ կորձարանի մարդը։ Կորձիկը արարգամը պիտի շիներ եւ վերջը սա ես իմ բաժինը սրի։ Աստծո բարական այդպես չէ։ Ստեղծած է, շինած է, բայց նաեւ հոգատար է, մինչև վերջ կհետապնդե է։ Դեստինոմար թե իրակի ստեղծագործությունը ինչ հանգամանքի մեջ է։ Եվ ադորամարը, որ այդ մինչև այդ հոգատարությունը մինչև ուր ցույց տվավ աշխարհ կրկելով իր միածին որդին։ Ինչու՞, որպեսզի վերանորոգե ստեղծագործությունը։ Եվ ադորամարան որդին ինչ կսե, Հիսուս Քրիստոս ինչ կսե։ Ամեն ինչ նոր ընելու, նորը ընելու, ամեն ինչ նորոգելու։ Եվ այդ նորոգության հասկացողությունը 5 դագարանի ծննդոց գիրքի մեջ մեզի ցույց տվավ Նոյի պատմությամբ։ Հագարակ մարդուն մեղանչումին, հագարակ մարդուն մեղավորության, Աստված ինք որպես ստեղծիչ եւ արարիչ գրնար ամբողջությամբ մաքրել, նորմը ստեղծել։ Եթե ինքը ստեղծեց ոչինչ չեն, Աստված գրնար ամբողջությամբ մաքրել եւ նորմը ստեղծել։ Բայց ամբողջությամբ չմաքրեց։ Այլ եղածը, որ 8 հոգիներ պահեց, եւ անան Նոյի խաթր, Նոյին արդարը լալու հանգամանքին, եւ անով նաեւ վերանորոգեց։ Եվ ադիգա դարձան նախաճաշակը, նախագարավետը, շուքը, քալիք այն նորոգության, որում ճշմարիտ նորոգությունը դեղի պիտի ունենար Հիսուս Քրիստոսով, որում նշաններեն մեկը պիտի ունենար Սուրբ Հոգին էջքը, որ Սուրբ Հոգին քալով ինչ պիտի ներ, պիտի վերանորոգեր ստեղծագործությունը։ Եվ անորաբար տեսեք առաջին ստեղծագործության մեջ Սուրբ Հոգին թերագադարությունը ուր էր, Ծննդոց գիրքի մեջ կգարտանք, եւ իսկ Աստծո Հոգին ուր էր, ճուրերու վրա կշրջեր։ Հիսուս Քրիստոսի քալենեդո այդ Սուրբ Հոգի ներկայությունը դարձյալ ճուրերու վրա է։ Այսական մգրտության ճուրերու վրա է կշրջի։ Որտեղ այնպես ինչպես որ ճուրով ծածկված էր ամբողջը։ Եվ անթունդ է, եւ այդ անթունդեն, այդ ամորուշությունը, այդ քաոսային վիճակեն կոսմոսի վերածվեցավ։ Նույնպես այդ ճուրերում մեջով անցնելով մարդ արարածը, գտարնա նոր արարածը, վերանորոգված Հիսուս Քրիստոսով, եւ գտարնա վերստին ծնունդը։ Եվ այդպես կներկայացնե 104-րդ Սամոսը, եւ թուն ամեն ինչ կվերանորոգես։ Ամեն ինչ կվերանորոգես։ Հետևաբար ոգեղեն էակները, հրեշտակները իբրև ոգի ստեղծեցիր, քեզի ծառայողներ փոցավար գրակ, երկրակունտը ծիրի վրա հաստատեցիր, որպեսզի չշեղի բնավ։ Ըսկեստի փոխարեն օվկիանոսներով ծածկեցիր ձայն, ինչը երկրակունտը։ Եվ լերները ճուրերու տակ մնացին, եւ այստեղը ճուրերու մասին պիտի խոսի։ Անոնց ստեղծումը։ Տեսեք, վերին ճուրեր, վարին ճուրեր, որ մեզի ծննդոց գիրքը կներկայացնե։ Վերին ճուրերը ամբերն են, վարի ճուրերը ճուրերն են, որ իրար մեկը զադե կսե։ Եվ այնտեղ է որ նաեւ ինչ դուրս կան հետո, լերները դուրս կան։ Եվ տեսեք այստեղ պատկերավոր ցեվով այդ լերները ինչպես դուրս կան։
Ըսկեստի փոխարեն օվկիանոսներով ծածկեցիր, լեռները ջուրերու տակ մնացին, ապա զորեղաբես հրամայեցիր եւ ջուրերը նահանջեցին։ Եվ կուցանիդ որոդում են փախուստի թիմեցին, լեռները իվեր բարձրացան, հովիտներու խորի իջան եւ իրենց համար քու որոշած դեղերուտ մեջ ամփոփվեցան։ Եսեք պատկերավոր ցեվով ինչպես կներկայացնեն թե ջուրերը ինչպես բացեցան, լեռները երևցան եւ այնքան հետաքրքրական դակավին ավելի անտին երթան։ Եկեղեցական հայրերը նույնիսկ գտին ամբողջ փնությունը եւ քացեք օրը ճիշտ այդ նպատակին համար օրը քացեք եւ դիտեցեք օվկիանոսը, դիտեցեք օվկիանոսեն ելած այդ ալիքներու որոդումը, շարաճը եւ տեսեք այդ ալիքները որ դուրս ուքան, մինչեւ ուր կհասնին, իրենց սահմանված քիծը, հետո ետ կվերաթարնան։ Բացի անգե որ ցունամի տեղի կունենա, բացի անգե որ խանգարում տեղի կունենա, բայց բամը դիտեցեք ամբողջ ստեղծագործությունը, իր այդ հարմոնիի մեջ, իր այդ ներդաշնակության մեջ։ Տեսեք այդ բոլորի մեջ ով է որ իր դերը գխախտե, ոչ ոք բացի մարդ արարածեն։ Ով է որ իրեն դրված կոչումին հակառակերտա, միան մարդ արարածեն։ Ով է որ ժամու դարաժամու փաներ ուզե, միան մարդ արարածը։ Դիտեցեք ամբողջ ստեղծագործությունը, յուրաքանչյուրը իր ժամը ժամին է որ գնե, ինչ որ գնե։ Քնանալ է պետք իր ժամուն կքնանա, արթնալ է պետք իր ժամուն կարթնա, ուդել է պետք իր ժամուն է որ գուտե։ Դիտեցեք մարդ արարածը, ոչ քնանալու ժամը հայտնի է մարդուն, ոչ ուդելու ժամը հայտնի է մարդուն, ոչ աշխատելու ժամը հայտնի է մարդուն, ոչ ծննդափերության ժամանակն է հայտնի է մարդուն։ Եվ այս բոլորի մեջ ով է խանգարիչը։ Մարդ արարածը։ Հետո ով գայ բան է, ով կմեղադրե, Աստված, ուր է իր Աստված։ Ինքը ամեն ինչ կխանգարե մարդը, հետո կվերաթարնա Աստծո եւ ասե ուր է իր Աստված։ Եվ այսօր առավոտում կխոսեին Ֆիլիպեցիներու նամակի մեջ, Բողոս Արաքյալը կսե մենք երկնակաղաքացիներ ենք։ Եվ իբրև այդպիսին հետևաբար մեր սպասելիքը, որպես երկնակաղաքացի, ուրգե պետք է լա, կսե երկինք են։ Ճիշտ է, բնական է, դրամապանական է։ Եթե մենք երկնակաղաքացի ենք, մեր սպասելիքը, մեր ակնկալությունը գնա այն քաղաքեն, որում քաղաքացիներն ենք։ Բայց երբ որ մենք երկրաքաղաքացիներ ենք, սակայն մեր խնդրանքը, մեր սպասելիքը, մեր ակնկալությունը գնա երկնքեն։ Որ անգլերենով ասեն it doesn't make sense։ Եթե դու երկրաքաղաքացի ես, քո սպասումը եւ քո ակնկալությունը պետք է լա երկրեն։ Իսկ եթե երկրաքաղաքացի ես, քո սպասումը եւ ակնկալությունը գլա ոչ թե երկրեն, այլ գլա երկինքեն։ Եվ այս բոլորի մեջ ինչ է միտքանին։ Այն է, երբ որ Աստված այս ամբողջը ստեղծագործած է, եւ այս բոլորին համար դեղջ սահմանած է, եւ այս բոլորին համար նաեւ դրած է մարդս որպես պատասխանատու, այդ գիտակցությամբ առաջին դողերը, որպեսի օրտնապան է դերը ով իմ անձս, այլ խոսքով ջանցիր ստեղծիչ արարիչըդ, որ նախքան քեզ ստեղծելը ինչեր է ստեղծած, ինչ բանի համար է ստեղծած եւ ինչպիսի սահմաններ է դրած այդ բոլորին, որ հանգարտ չլա թե անոնք շեղին իրենց ընթացքեն, որ կնշանակե ներքաշտանությունը, հարմոնի այս ամբողջ ստեղծագործության մեջ։ Իսկ եթե հանգարց խանգարված է այս ներքաշտանությունը, պատճառը մարդ արարածը ինք, իր անհնազանդության, իր գամագորության, իր եսասիրության պատճառով։ Ուրիշ ոչինչ։ Բայց կշարունակե եւ գսե թուն անոնց սահման տրիր, որպեսզի անթին չանցնին եւ անգամ մնալ երկիրը չողողեն։ Թուն ծորելու մեջ աղբյուրներ կփխեցնես։ Տեսեք դակավին ավելին։ Ոչ թե թուն օվկիանոսները ջուրերը են գզատես։ Այդ դակավին թուն աղբյուրներ ծորելու մեջ աղբյուրներ կփխեցնես, լեռներու մեջ են վտակներ կհոսեցնես։ Ինչու՞։ Որոնք խմելու ջուր կհայթայթեն բոլոր վայրի քազաններուն եւ որոնցով իրենց ծարավը կհագեցնեն նույնիսկ վայրի էշերը։ Այսինքն ոչ թե բարձր ես ջուրերը կստեղծես, ջուրը գզատես, լեռները գերևին, այլ նաեւ հովիտներուն,
աղբյուրներ, սորերուն, որովհետեւ հանգարց այդ նույն վայրի կազաններուն համար ճուր հայթայթվի։ Այդ ուսուցումը հոգատարությունը ցույց կտաս նույնիսկ վայրի կազաններուն։ Եվ ադոր համար չէ միթե Քրիստոս հիշեցներ իր շուրջ եղող մարդոց, ինչու կմտահոգվիկ վաղվան համար։ Դիտեցեք ստեցակ գործունեությունը, դիտեցեք ըսե շուշարները, դիտեցեք ըսե երկնքի թրջունները, դիտեցեք վայրի կազանները իրենց ճուրի համար ինչ ունին, վտակներ, աղբյուրներ, երթան հոնգե խմելու, մտահոգված չեն ճուր ուրգե կնդրեն գտնեն։ Այս բոլորի մեջ միակ մտահոգ անձը, արարածը, թարսյալ մարդ արարածն է։ Անորամար գմտահոգվի վաղվան, տակավին չսելավար գմտահոգվի կալամսվան, առավել եվս գմտահոգվի երբ որ դակնապները գշատնան, նեղությունները գավելնան, հիվանդությունները գսաստկանան, առավել եվս կսկսի մտահոգվելու։ Եվ ադիկա չեր միթե Աստված ուզեց սորվեցնել իր ժողովրդին Իսրայելին, անաբադի թափառումներու ընթացքին 40 տարիներ։ Դուք ինչ ուզեցիք, հաց, ցեզի դվի 40 տարի, բայց ես ցեզ թիթման թափառական դարձուցի, որպեսզի ցեր սրտի մեջին իմանամ, թե դուք որքանով գվստահիք ինձի։ Այլ խոսքով ամբողջ ուզած Աստծոյին չէ, վստահություն, Աստծո վստահ իր ամբողջությամբ։ Եվ երբ որ զինքը կճանչնաս իբրև դեր, օրտնապան է դերը ով իմանցս, անոր մեջ նաև հիշեցում գա։ Եվ ինչ է հիշեցումը։ Դասնապանյա բադվիրաններուն առաջին։ Լսեով Իսրայել։ Քեզ համար ուրիշ աստվածներ չշինես։ Քեզ համար ուրիշ աստվածներ չունենաս։ Քեզ համար ուրիշ դերեր չշինես, ուրիշ դերեր չունենաս։ Հիշեցում է։ Եթե կորտապանես դերը ով իմանցս, նայեք հիշեցում է, որ այդ դերը միակ դեր է, ուրիշ դեր չկա։ Չնայած Կորինթացիներուն նամակի մեջ կսել Պողոս Արաքյալ, շատ մը դերեր կան, բայց մեկ ճշմարիտ դեր կա։ Նկատի արած ընկերային թրվածքը, չէ, ծառաներ կան, դերեր կան, մեծահարուստներ կան, աղքատներ կան, անձեր կան, որոնք դիրություն կնեն ուրիշներու, դերեր են դարձյալ։ Պողոս Արաքյալը գսե շատ կան դերեր, բայց ճշմարիտ դեր հասկացողությունը գսե մեկ է։ Շատ աստվածություններ կան շուրջը, մանավանդ այդ օրերում, բայց գսե մեկ ճշմարիտ ասած։ Հետևաբար այստեղ ալ երբ որ գսե օրտնապան է դերը ով իմանցս, նաև հիշեցում է, որ ուրիշ հանգարց աստվածը, ուրիշ հանգարց դերմը չհայտնվի կյանքիդ մեջ։ Որտեւ այդ դերը, որ պիտի օրտնապանես, զինքը ճանչնասի պրև արարիչ եւ ստեղծիչ, կնշանակե երբ որ ինքն է ճշմարիտ դերը, այնադեն ինչու մտահոգվի։ Ինչու մտահոգվի։ Երբ որ նեղության եւ դժվարության մեջ ելը, ինչու դակնաբի։ Երբ որ զինքը ճանչնան իբրև դերը, եւ ոչ թե միայն դերը, այլ նաեւ դերս, իմ դերս, իմ աստվածս։ Ունենալու այդ ամբողջական վստահությունը, թեգուզ նեղության եւ դժվարության մեջ։ Հետևաբար այդ հանգամանքի մասին է որ կխոսի։ Ոչ թե բարձրապես ինքը ստեղծիչն է, այո, տեսեք ինչպես է ստեղծած է շատ աղեք։ Միայն այդ չէ, անոնք հիշեցումներ են, որ մեզ վարժեցնեն մեր այդ հարաբերությանը մեջ, մեր այդ գաբին մեջ, մենք ինչպիսին ընդունելու զինքը մեր կյանքին մեջ։ Արարիչ է, ստեղծիչ է, բայց զինք չէ ստեղծած եւ ասած է լավ դու գլխու ջարին նայու։ Ընթագարակը, այլ ես քեզի հետ եմ միշտ մինչև աշխարհի սվաղճանը։ Եվ ադորամար Պողոս Արաքյալը Լուկա եկուսե, որ մենք մի վախտանք, երբ որ ինքը մեզի հետ է, ստեղծիչ եւ արարիչը, երբ որ ինքը ստեղծած է այս բոլորը, երբ որ ինքն է որ կմատակարար է, ինքն է որ կհոգա, ինքն է որ գուտա ճուրը, աղբյուրը, ագը, այս այն, եւ որ ինքը իմ կողքիս է, ով ինձ է հակառակ է։ Եվ ինչու նեղությունը եւ դժվարությունը զիս խանգարեն։ Ընդհակառակը։ Եվ տեսեք, բարձ արդայդությամբ ներկայացումը երևույթին անթին է որ կանցնի, ճանաչումի, ճանչնալու,
եւ այդ անձնական հարաբերություն ստեղծելու իմ եւ այդ արարիչի միջեւ ամբողջական վստահություն ունենալու այս կյանքին, որ ես գաբրի, որ ինձ տված է ինձ այս կյանքը։ Հետևաբար ով կգնա ինձի հագարակ լավ։ Եվ հետևաբար տունե որ կհայթայթես եւ վտակներ եւ աղբներ, որովհետեւ անով իրեն ծարավը հագեցնեն։ Այդ վտակներում մոդիկ փույն գտնեն երկնքի թրջունները։ Իրեն ցայնը գուտան սաղարտախիտ ոստերուն մեջ են։ Քու երկնային փնագարանը գորոքես լերները, բարգեված բդուղներով կգշտացնես աշխարհը։ Անասուններուն համար խոտ կփուսցնես, գաջեցնես դունկերը, որ մարդը կմշակե, որբեսի հողը գերագուր բարգեվե, քինի, որ մարդու սիրտը ուրախացնե, ցիտայու, որ անոր թեմքը կփայլեցնե, եւ ուդելիք, որ մարդը կզորացնե։ Եվ արդեն հասա մարդուն։ Լերները, ճուրերը, խոդերը, արդերը, անասունները, վայրի կազանները, որոնց համար նաև հոգատարության համար ճուր, իրենց ծարավը հագեցնելու, խոդ, իրենց ուտելիքը, թրջուններուն համար փույներ, եւ հիմա գահստի մարդուն, եւ սակայն մարդուն համար տեսեք ինչ է որ գուտա։ Գորոքե այդ արդը, ինչ որ մարդը կմշակե, որովհետեւ մարդուն համար լավ ուտելիք մարդը սորացնելու։ Մարդուն համար քինի, մարդու սիրտը ուրախացնելու եւ հետաքրական ցիտայու, որպես անոր թեմքը փայլի։ Նյութական այս պատկերներու մեջ նաեւ հոգեվոր իմաստ է։ Ուդելիք ընդհանրապես աստվածաշունչի մեջ երբ որ գսե ագնարությունը նաեւ հացին, հացին, քինին եւ ցիտայուին։ Հացի եւ քինին Քրիստոսի մարմինն ու արյունը, ցիտայուղի բարակային, որ թեմքը պիտի փայլեցնե, այդպես է գիտականորեն, չէ՞, ցիտայուղը որ տնես ամեն ինչ օգտակարություն ունի։ Բայց այստեղ նաև իր հոգևոր իմաստով մարդուս հոգևոր թեմքը փայլեցնելու եւ այս բարակային այդ հոգևոր թեմքի փայլքը ուկա Սուրբ Հոգին։ Տեսեք, որդի ներկայությունը հացի եւ քինի ճամփով եւ Սուրբ Հոգի ներկայությունը այդ ցեթի ճամփով։ Որ գնշակ այդ նյութական պատկերները դալուն հետ մեկտեղ նաև եկեղեցական հայրերը դեսած են անոր հոգևոր բաժինը, որովհետև նաև գիտակցություն ունեցած են, որ մարդը միայն ֆիզիկական բաժին չէ, մարդը նաև ունի հոգևոր բաժինը, որն համար այդ հոգին ալ գարիք ունի այդ սնունդի։ Այսինքն հիշեցում է, որքան արդը գորոքես գմշակես քեզի ուդելիք քեզ զորացնելու, նաև կա ուրիշ ուդելիք որուն համար խոսեցավ Քրիստոս 6-րդ գլուխ Հովանու ավետարանի մեջ։ Դուք հաց կփնտրեք ուտելու համար։ Ձեր հայրերը գերան այդ հացը անավադի մեջ, բայց մերան, ինչու մերան այդ հացեն։ Հացը գերան ճիշտ անոթի էին գերան, անոթի էին ուզեցին այդ հացեն, դրվեցավ իրենց այդ հացը, բայց Քրիստոս կսեց ձեր հայրերը գերան այդ հացեն, բայց մերան։ Բդմանով միայն նյութական հաց է որ ուզեցին։ Իրենց նյութական գարիկներուն համար միայն հաց ուզեցին։ Եվ ասված դվա։ Մեզյալ այսօր մենք ալ գարիկներ ունենք, կթիմենք Աստուծո։ Հացի գարիկ ունի ու դա ասված։ Բայց նաև աստվածաշունչը գսորվեցնե մարդուն, մարդը ստեմ ուրիշ գարիկ ունի եւս, առավել եւս կարևոր, որն համար է որ Քրիստոս կսե հոգի առավել կարևոր է քան ըստ մարմին։ Եվ հետևաբար երբ որ ես ամեն օր դերունական աղոթք կդաղոթեմ, այդ աղոթքի ճամփով կխնդրեմ դուր մեզի հաց հանաբազորյա, որ հացը։ Քրիստոս հացը, Քրիստոսի ամենօրյա ներկայությունը, չսպասելու մինչև գիրագին իր ավարտն է, բայց ամեն օր խնդրելու Քրիստոսի ներկայությունը իբրև գենաց հաց, որուն համար գսե Քրիստոս, ես եմ կյանքի հացը, ես եմ ճշմարիտ հացը, որ իջած է երկինքեն, ով որ ուտե այդ հացեն, պիտի չմեռնի, ձեր հայրերը գերան մյուս հացեն, որ դարձյալ իջավ երկինքեն, հրեշտակներու գերած հացն է գսե, բայց անով մեռան։ Եվ ադորաման ինչ կսե Քրիստոս, ինչպիսի ուտելիք մը փնտրեցեք ցեք ցկելու համար, ոչ գորստափեր, այլ կյանք տվող, հավիտենական կյանք տվող։ Այսօր մենք շատ մտահոգ ենք նյութական հաց ունենալու։ Բնական է, որտեղ դակամին մարմին ենք, դակամին ֆիզիկական ենք, բայց նաև արիթ ու աստվածաշունչը մտածելու քիչ մանտինը ֆիզիկական են։ Մտածելու հոգևորի մասին, որտեղ ինչպես կսե Սամուս 2 հոգիս ծարավի է քեզի ով Աստված, քեզի գփապակի։
Միցը կեսի այդ հոգին անչրթի, ճաթրտած հողի նմանի, չուր դվեք այդ հոգին, և ինչպիսի չուր դանք, այն չուրը, որ խոստացավ Քրիստոս դալուս համարացի կնոջ, քո հոգի հետ պիտի պխին չուրի աղբյուրներ, Սուրբ հոգի ներկայության մասին, որքան մեր կյանքը կլեցնենք Աստծո ներկայությամբ, այնտեղ ոչ թե մեր ծարավը կհագեցնենք, այնտեղ մենք ունենանք այդ խաղաղությունը, այնտեղ մեր աչքերը կսկսին տեսնել Աստծո ներկայությունը, հետևաբար մարդս նաև այս ամբողջ ստեղծագործության մեջ, անոր դեղը և թերը, և անոր դված փառիքները, որ Աստված ինչպիսի այդ հոգատարությունն է, որ ցույց տված մարդուն։ Թուն ինքդ գորոքես ծարերդ ով դեր, Լիբանանի մայրիները, որ թուն ինքդ դնգեցիր, ջնջուկները փույն գտնեն անոնց մեջ, արակիլը փույն գշինե անոնց կադարին, բարձրաթիլ լերները թաբաստանարան են այցյամներուն, աբարաժները ջակարներուն։ Տեսեք ամեն մեկ կենթանի իրեն համար ունի բայրմը, դեղմը, որ Աստված ինքը գողկացես մի ով մտածած է, որ արակիլը ու ինչպես իր փույնը գշինե։ Մեզ մի ովքեր մտահոգված են կամ շատ հետաքրքրված են ջակարները իրենց այդ խորոշներում մեջ ինչպես իրենց դեղերը գշինեն։ Ոչ ոք։ Մենք հազիվ մեզ մով հետաքրքրվի մեր գլուխ ազատելու մասին, բայց տեսեք Սամոսներում մեջ փարերու գործածությունը ինչպես է։ Թուն է որ գորոքես ծարերդ դերներու վրա։ Ոչ այն ծարերը, որ մարդուս համար են, կամ այն ծարերը, որ մարդը ինքը կդնգե, կմշագե, այդ ծարեր, որոնց մարդը նույնիսկ չի հասնիր հոն, լերներու կակակներուն, և անոնց օրինակը գպեր է, որպես Լիբանանի մայրիները, որոնք ծանոթ էին, որպես հրճագավոր այնպիսի ծարեր, անոնց դոգունությամբ, որոնց պայդերով նաև պիտի շիներ Սողոմոնը Աստծո տաճարը։ Եվ այդ մայրի ծառը ծանոթ է իր այդ դոգունությամբ, որ Սամոսը կներկայացնե մեզի, որ քու ծառերդ թուն է որ գորոքես։ Ով հոգ կտանի կչրի այդ ծառերը։ Արամոտներով գել է կչրի այդ ծառերը։ Աստվածին գորոք է։ Անոր համար է որ 19-րդ Սամոս երբ որ կգարթան, առաջին քանի մտողերը գսեն երկինքը և երգիրը Աստուծո փառքը կպատմեն։ Այսինքն երկինքը և երգիրը արդեն զասված գործնապան են, առավոտուն թռչուններու ցայնով, իրիկվան մեղմության ցայնով, եթե կարողացան քիչ մագանջ տալու և ամբողջ ստեղծագործության մեջ ցայներ լսելու, այնպիսի ներդաշնակ ցայնը, ոչ այն ցայները, ինչ որ այսօր դեղի կունենան միջին արևելքի մեջ, ռումբերու ռմբագործումի, գոդորածի, սպանության ցայներ։ Այս է հավասիկ տարբերությունը մարդուն գործերուն և Աստուծո գործին։ Այս է տարբերությունը չարին և Աստծո գործին, գործելակերպին։ Եվ անորամարալ գոչ ուր առակյալը, իբրև Աստծո որդիներ, իբրև լույսի որդիներ, ծեր գործերը եվս ըլան լույսի գործերու նման, այլ խոսքով Աստծո գործերու նման։ Եվ հետապար այս Սամոսը նաև հիշեցն է, գուտա մեզի արիտ մտածելու, այն հարցումին, և որ ամեն առավոտ արդնան, շնորհակալություն հայտնելու Աստծո, ինչի, ինչ բանի ամ։ Գիշերը գնացած շատ արել, բայց հետո ինչ։ Չդես ստեղծագործությունը, ըմբոշխնե ու վայել է, հերու առօրյա մտահոգություններ են, որտեղ հոն են մտահոգությունները, պիտի ավելնան այդ մտահոգությունները, բայց երբ որ ես ունենամ վայելքը այս բոլորին ստեղծագործության, գմբոշխնեմ ներկայությունը Աստուծո, ունենամ խաղաղությունը, այն ինչ որ ինքը խոստացած է դալու, և այդ խաղաղությամբ հագարակ այն երևույթին, որ դժվարության մեջով գանցնին, այդ խաղաղությամբ նաև կհասնին այդ խաղաղ նավակ հանգիստը։ Հետևաբար այս Սամոսը, որուն հաջորդ երկրորդ շարունակությունը հաջորդ չափթուն ավելի ևս գնդարձակ է իր միտքը, բայց մինչև այստեղ արդեն
մտածել ու դա արիտ մտածելու արիտ ու դա մեզ մեր յուրաքանչյուրի այսօր վնե սկսյալ որ իմ անձս բարդավորություն ունի բարդականություն ունի Աստծո փառք տալու այս ամբողջ ստեղծագործություն եւ այնադեն ես ինձ ինքս հադասած կլամ երբ որ ասեմ այս ինչ կյանք է այս ինչ ստեղծագործություն ընդհանրակը արիտ ու դայնցի եթե չեմ գրնար տեսնել այս բոլորը իբրև Աստծո փառիքներ Աստծո մեծաբայելչությունը չեմ գրնար տեսնել կնշանակի դակավին գույր եմ ուրեմն գարիք ունիմ որ այս աչքերը բացվին որպես ես կարենամ տեսնեմ ուրեմն աղոթենք որ Աստված ինքը փանա այս սովորական ֆիզիկական աչքերը որպեսզի ֆիզիկականեն անթինը կարենան տեսնել Աստծո փառքը եւ մեծաբայելչությունը աղոթող բաղենք Բահավան ամենայնի Քրիստոս աչքո հովանի լիցի իվերամեր իդվե եւ իքիշերի ինստիլիդան իքնալի ճանապարհ ինչել եւ իհարնել զիմի երբեք սասանեցայց եւ օրմիա քո արարածոց եւ մեզ բազմամեղացս ամեն բարի գիշեր